Սիրելի Վանաձոր, սիրելի լոռեցիներ, ձեզ շատ եմ սիրում։ Սիրելիներս, վերջին 13 օրերի ընթացքում այն էմոցիաները, որ մենք ստացել ենք, հուշում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնելու իր իշխանությանը և հունիսի 7-ին ջախջախիչ հաղթանակ է ապահովելու։ Բայց 2018 թվականի Թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո մերժվածների փոքրիկ խմբակներ ծվարել են հասարակության տարբեր շերտերում, տարբեր համայնքներում, բարերարների, բարեգործների, ձեռնարկատերերի, տարբեր մարդկանց, անգամ գառան դիմակի ներքո։ Իսկ իրականում դավադիր բորենու նման սպասել են հարմար պահի կամ հրահանգի, որպիսի թիկունքից հարվածեն մեր պետությանը, մեր ժողովրդին։ Թույլ չենք տալու։ Թույլ չենք տալու։ Դրա պատասխանը ընտրություններ 2026-ին ընտրում ենք, քվեարկում ենք։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի լոռեցիներ, շատ կարևոր զրույց ենք այսօր ունենալու, որովհետև ուժեղ Հայաստան իրենց հորջորջող մի փոքրիկ խմբակ էլ ծվարել է լոռիում։ Ուրեմն դրանց առաջնորդը Կալուգացին վերջերս 2 անգամ խոսում է լոռին չհանձնելու, պաշտպանելու, այստեղ ջախջախիչ հաղթանակ տանելու, իբր ինքը խիստ հայրենասեր է։ Արա հայրենասեր էիք 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր զավակներին ուղարկեիք առաջնագից, ընչի էիք պահում թևի տակ, մամաների փեշի տակ։ Երբ լոռեցի 217 հայորդիներ, Հայաստանի քաղաքացիներ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց գլուխը դրեցին հանուն Հայաստանի Հանրապետության հարատևման, հանուն մեր պետականության, խոնարհումս նրանց։ Այդ ստահակները իրենց լակոտներին պահում էին օտար երկրներում, պահում էին իրենց դղյակներում։ Հիմա Կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ, Գերդաստանում հետ 6 չափահաս տղա ես ունեցել, երկուսը քոնը, երկուսը աղբորինդ, երկուսը քրոջինդ, ինչի չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի։ Դուք որ երկրի համար եք պայքարում, դուք Հայաստանի համար երբեք չեք մտահոգվել, դուք դավադիր ստահակներ եք։ Մի քանի օր առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեր թիմի ընկերների հետ քարոզարշավ ենք իրականացնում Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի մեր համայնքներում մեր սիրելի քաղաքացիների հետ հանդիպելու և մեր ծրագրերը ներկայացնելու նպատակով։ Ուրեմն դավադիր բորենիները իրենց ստահակ խմբերի միջոցով փորձում էին արգելել, որպիսի ձեր ընտրած իշխանության պաշտպանության նախարարը հանդիպի սեփական ժողովրդի ու հայրենակիցների հետ։
Հիմա շատ կարևոր է, որ այդ ռեգիոնալ իշխանության փոքրիկ խմբակին, ռեգիոնալ ուժեղ Հայաստանի փոքրիկ խմբակին ցույց տանք իրական տեղը։ Լոռեցուն համարում են իրենց ճորտը, լոռին համարում են իրենց պապական ոչինան։ Արա սա ձեր կալուգանչի խելքներդ գլուխներդ հավաքեք։ Լոռին լոռեցունն է, լոռին Հայաստանի Հանրապետության քաղաքացունն է։ Սիրելի լոռեցիներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ, ստեփանավանցիներ, ալավերդցիներ, սպիտակցիներ, գյուլաքարակցիներ, լոռիբերդցիներ, տաշիրցիներ, ձեզ շատ եմ սիրում եւ ակնկալում եմ հունիսի 7-ին դրան ցույց տալ իրենց տեղը։ Հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր, տեր կանգնեք Վանաձորին, տեր կանգնեք Ստեփանավանին, տեր կանգնեք Ալավերդուն, տեր կանգնեք Սպիտակին, տեր կանգնեք Տաշիրին, տեր կանգնեք Գյուլաքարակին, տեր կանգնեք Լոռիբերդին եւ տեր կանգնեք Հայաստանի Հանրապետությանը։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Սիրում եմ ձեզ։